որն է ելքը ստեղծված իրավիճակի եւ ինչ կարող ենք անել, ոչ չենք անում կամ բավարար համառությամբ չենք անում։ Մեր ազգին սազական չի, մեզ ամոթ է, որ մենք կարողանանք թույլ տալ մեր երեխաները, նոր սերունդը, մեր թորնիկները մեծանան պարտության, խեղճության մթնոլորտում։ Ցանկացած երկրում, եթե ժողովուրդը աղքատ է, պետությունը զոր չի կարող լինել։ Մարդիկ հոգնել են, այդ հին ու նոր կռիվներից հոգնել են։ Ոչ մի կուսակցություն չի կարող, ասենք թե մենակ այս երկրի անվիճակին է, որ այս վիճակից հանելու։ Մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվել առաջարկ Հայաստանի։ Ամեն ինչի հասած մարդ եմ։ Իմ համար պաշտոնը դա կարևոր չէ, իմ գործունեության մեջ դուք տեսել եք, ու իմ համար ազգը, երկիրը, պետությունը, հզորությունը, հաղթանակը, հպարտությունը, ես հպարտանամ, որ ես հայ եմ։ Չի կարելի բաժանել ռուսամետ, արևմտամետ, դա հենց հանցագործություն է, մեծ հանցագործություն է։ Ցանկալի կլներ, որ մեր զորախումբը անցներ, մեր հայկական հայ զինվորները, մեր Արցախի զինվորները, ընտրած տղաներ, իմ ցանկությունը մեկն է, որ արձանը կառուցվի քրիստոնյա մեր ժողովրդի կողմից, դա ազգային կառույց է։ Շնորհակալություն, հաջողություն ձեր բոլոր նախագծերին։ Շնորհակալություն։ Այսօր ժամը 22-ին կենտրոնի եթերում